Այլևս չպետք է գրել հիվանդի պես, պետք է ձեռքերից դողը դադարի։ Պետք է վերընթերցեմ ինձ, ոչ միայն հասկանալու համար, թե ինչ եմ մտածել, այլ այն պատճառով, որ ուզում եմ այս օրագիրը գեղեցիկ լինի, եւ այն գեղեցիկ կլինի։ Ինչ ձեն կհանի Լուսինը, եթե ընկնի երկրի վրա։ Աբսուրդի թատրոնի հիմնադիրներից ֆրանսահայ նշանավոր դրամատուրգ Արթուր Ադամովը շատ հարցեր ունի, նախ եւ առաջ ինքն իրեն։ Մարդը եւ երեխան վեպում Ադամովն իր վախերի ու ցավեցնող անկումների մասին է պատմում, առանց մեղավորների անուններ տալու, վեպը ինքնակենսագրական է։ Գրքում նա խոսում է իր հայկական արմատների մասին, բայց նաև ճանաչում ենք այսպես վայրիվերումներով եւ հոգեկան ապրումներով մշտապես ապրող եւ ստեղծագործող արվեստագետին, ով մեծ հետք է թողել ֆրանսիական գրականության մեջ։ Ադամովը վեպը գրել է երկարատև եւ տանջալի հիվանդության ընթացքում, գրքի ամեն էջ ինքնախոստովանություն է, որտեղ հեղինակը միաժամանակ եւ մեղադրյալ է, եւ դատավոր եւ վկա։ Այստեղ շատ քիչ զվարճանք կա, շատ քիչ իսկական հաճույք։ Մի համոզմունք կա, որ պարտադրվում է գոյություն ունենալ, լինել։ Ադամովյան օրեր են սկսվել Հայաստանում, նախագծի հեղինակը Մարդը եւ երեխան գրքի թարգմանիչ Սաթե Խաչատրյանն է։ Հայաստանում Արթուր Ադամովի մշակութային գրական ժառանգությունը հանրահռչակելը շատ կարևոր եւ արդիական է։ Ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում հետաքրքրությունը այս հրաշալի հեղինակի նկատմամբ կմեծանա։ Արթուր Ադամովը ինքը կմոտենա հայ ընթերցողին եւ հայ ընթերցողը հնարավորություն կունենա ճանաչելու մեծ թատերագրին եւ արձակագրին։ Գրքի խմբագիր Արմեն Սարգսյանը իր հաճելի տանջանքն է հիշում եւ անքուն գիշերները։ Նա ամեն ինչ արել է, որ հայ ընթերցողը զգա 50-60-ականների Փարիզի քմահաճ բոհեմի շունչը։ Շատ հետաքրքիր էր խմբագրելը, որովհետև հանրագիտարանային գրքի հետ գործ ունենք։ Մոտ 5 օրում եմ խմբագրել, բայց անքուն գիշերներով, որովհետև անընդհատ մեզ անուններ են հանդիպում, այդ անունները պարզապես պետք է շատ ուշադրությամբ խմբագրել, որովհետև դրանք հնչյունադարձման եւ գրադարձման կարիք ունեն։ Մենության մեջ կյանքից հեռացած Ադամովն իր օրագիր ինքնակենսագրականը ավարտում է ապրելու դեղամիջոց տրամադրելով։ Բայց եթե մինչև վերջ գնայինք, եթե հասնեինք նպատակակետին, հաղթահարեինք գլխապտույտը, քայլել փակ աչքերով, քայլել միշտ, դիմանալ։ Աննա Գյուրնազարյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։